Բարելույս, ինչ պարկ է աստծո հետ կալել և եկեղեցի մեջ կարելի է ժպտալ և ուրախլալ աստուծմով։ Այսօր ցեզի լավ լուր ունիմ և վատ լուր ունիմ։ Լավ լուրը ադե, որ ամեն մարդ մեր ուշադրությունը գուզե գրավել, լավ չէ։ Ամեն մարդ գուզե մեր ուշադրությունը գրավել։ Վատ լուրը այդ է, որ ամեն մարդ մեր ուշադրությունը գուզե գրավել իրենց շահին համար։ Օրինակ բիզնեսներ անընդհատ մեր ուշադրությունը գուզեն գրավել, որպես մեզի փամը ձախեն։ Ուր որ գթարնանք հայտարարություններ, ռեկլամներ, ինտերնետ կփանաս, փամը կփնտրես, փնտրածդ ավելի ռեկլամներ կտեսնես։ Բոլոր այդ բիզնեսները, commercial, արևդրականները գուզեն մեր ուշադրությունը, որպեսզի համոզեն, որ իրենք մեր կյանքը կջոխացնեն, կհարստացնեն։ Քաղաքական աշխատողներն ալ մեր ուշադրությունը գուզեն գրավել, մանավանդ ընտրություններն առաջ, որպեսզի մեր ցայնը քվեն իրենց տանք։ Աստված է գուզե մեր ուշադրությունը գրավել։ Բայց ի դարբերություն մարդոց մե, Աստված մեր շահին մեր օգուտին համար գուզե մեր ուշադրությունը գրավել։ Բիզնեսեն կգործածեն շատ ստեղծագործ բառեր։ The sale of the century. You won't believe this. Այս թարուն ամենամեծ զեղչը պիտի չհավատաս։ Սնանգացած ենք ամեն բան պիտի ձախենք։ Գներեք։ Սնանգացած ենք ամեն բան պիտի ձախենք։ Աստված ռեկլամ կգործած է մեր ուշադրությունը գրավելու համար։ Աստված այրո մորենիներ կգործած է մեր ուշադրությունը գրավելու համար։ Այդ հատվածը, որ քիչ առաջ խորենը գարտած, գտեսնենք, որ Աստված կգիտակցի և գլսե Իսրայելի ժողովրդի աղաչանքը աղոտ, որոնք Եգիպտոսի մեջ քերի են, գդարաբին գչարչարվին Եգիպտացիներուն ցերքը, և գուզե Աստված իրենց այդտեղ են դուրս բերե և պետք ունի մարդումը, որ զիրենք առաջնորդ է, և այդ մարդը Մովսեսն է։ Եվ հիմա պետք է Մովսեսին ուշադրությունը գրավե, որպես իրեն հետ խոսի և իր առաքելությունը իրեն ըսե։ Եվ այդ գործիքը, որ կգործած է Աստված, այրո մորենին է։ Եվ պիտի նայենք այրո մորենին մասին, այս հատվածին 3 տաս պիտի առնենք։ Մովսեսի այրո մորենին, Moses' burning bush, մեր այրո մորենին, our burning bush, և reacting to the burning bush, արձագանքը մեր այրո մորենին։ Մովսեսի այրո մորենին, մեր այրո մորենին, և ինչպես մենք կարձագանքենք այրո մորենին։ Մովսեսի այրո մորենին, նախ անդրադառնանք Աստված ինչու Մովսեսին ընտրեց, որ իր ժողովուրդը առջև դանի, առաջնորդ է և ազատ է Եգիպտոսի քերությունեն։ Առաջինը հրյա էր, և Մովսես գիտակից էր, որ հրյա ծնունդ ուներ։ Երկրորդը Մովսես մեծած էր Փարավոնի բալադին մեջ։ Բզդիկ, շատ բզդիկ տարիք են, Փարավոնի աղջիկը Մովսեսին գորթեքրե, իր քովը գարնե, գմեցնե։ Ուրեմն Մովսես շատ լավ ծանոթ էր Փարավոնի շրջապատին, բալադին, ատների մշակույթին, վերջապես Փարավոնին թորնի գնե, և պիտի օգտակարը լարած կարևոր առաքելության մեջ։ Եվ երրորդը, որ անցյալին ցեզի ըսած եմ, Մովսես հատուկ սիրտ և ցավ գքաշեր
ընկճվածին եւ հարստահարվածին հանդեպ։ Եվ այսպիսի հատկություն անհրաժեշտ էր, որ Մովսես ամբողջ սրտով նվիրվեր Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանելու առաքելության։ Նայեցանք Մովսեսի այրոմորենին, հիմա անդրադառնանք մեր այրոմորենիները։ Յուրաքանչյուրս ստեղծված ենք Աստծո կողմեն, ադիգա մենք գիտենք։ Եվ գիտենք նաև, որ Աստված այսպես թե այնպես մարդը չստեղծեր։ Աստված մեզի ստեղծած է յուրաքանչյուրս նպատակի համար, առաքելության համար։ Ոչ թե որպեսզի ուտենք, խմենք, ապրենք, զավակ բերենք, աշխարհ մեծնենք եւ վերջը մեռնենք։ Ադոր համար չէ, ատկե անթինգա։ Այդ բոլոր միայն միջոցներն Աստված մեզ մեր յուրաքանչյուրին համար յուրահատուկ առաքելություն ունի։ Եվ Աստված կգործածի այրոմորենիներ մեր կյանքերուն մեջ, որպեսզի մեր ուշադրությունը գրավե եւ մեզի փոխանցե մեր առաքելությունը։ Եվ հիմա վստահ եմ կփոխես կսես ես այրոմորենի չեմ տեսած։ Աշխապ տարի է։ Իրականության մեջ Մովսես ալ պիտի չտեսներ եթե այրոմորենին, եթե երկար չնայեր, եթե ուշադրություն չդարձներ, պիտի չլսեր Աստծո խոսքի, եթե չմոտենար։ Մենք բոլորս մեր շուրջը ունենք այրոմորենիներ, պարզապես պետք է ուշադիր լանք, երկար նայենք, հետաքրքրասեր լանք, curious, որպեսզի տեսնենք մեր շուրջը ինչ կա, մեր մեջը ինչ կա, եւ նկատենք այդ այրոմորենիներից։ Ես ցեզի թույլ տվեք մի քանի օրինակներ տամ։ Վստահ եմ բոլորը չէ, եթե ոչ բոլորը շատեր ունեցած եք հատուկ փորձառություն Աստծո ներկայության կամ Աստծո հետ։ Հատուկ, բամը որ դերևս կյանքի մեջ մեկ կամ երկու անգամ գրնա ըլլալ։ Ես այդ փորձառություն ունեցած եմ 14 տարեկան էի։ Երբ շատ զորավոր հոգևոր կյանքի փորձառություն ունեցա եւ այդ փորձառությունը իմ ամբողջ կյանքս հեղաշրջեց։ Եվ այսօր ինչ որ եմ այդ փորձառության հետևանքներն են։ Ուրիշ այրոմորենի Աստված հատուկ կերպով, հատուկ մեկ աղոթքը պատասխանած է, վստահ եմ եթե հարցնեմ շատերդ այո պիտի ասեք։ Թերևս լուրջ հիվանդ էիք մահվան շեմին եւ Աստված հրաշափար ձեզ բուժեց։ Աստված քեզի ինչ ասել կուզե գոր, քեզ ինչու բուժեց։ Եվ կամ ինչու քու այդ աղոթքը, որ հույս չուներ, որ կպատասխանվի, պատասխանեց։ Հարցուցած ես, ինչու հրավ քեզի։ Քեզի ինչ ունի ասելու անդոր միջոցով։ Ադիգա այրոմորենի մնե։ Կյանքիդ մեջ ունեցած ես ճգնաժամի բահեր, crisis, moments of crisis։ Եվ Աստված այդ ալ կգործած է, որպես այրոմորենի։ Մեզի շատ դժվար, անագնգալ, չագնգալված ճգնաժամի մեջ արջև գտնե։ Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլու Գետիկ Փաշայի Բոլիսի մեր Գետիկ Փաշա եկեղեցի հովիվը երիտասարդ մներ աշխարհիկ ասում չեր հետաքրքրված հայերեն ալ չեր խոսեր ամուսնացած երկու զավակի դեր երբ որ իր դունը գազ լիկ կլա գազը փածտերեմը դունը գազ կմտնե եւ իր երկու զավակները քիշերը գմերնին քունի մեջ իր գինը կոմայի մեջ կմտնե եւ պիտի մերնի եւ մեկը իրեն աստվածաշունչ կուտա եւ գսե աղոթե
Առաջին անգամ լալով կյանքի մեջ կարող թե գիրգինը կփուժվի։ Կոմային գարտնա եւ այսօր շատ առողջ է։ Եվ ադոր վրա Աստծո գտարնա, կապաշխարե, իր կյանքը կփոխվի եւ այսօր Գետիկ Փաշա եկեղեցի մեր հովի վնայ գրգրակ ու փոց պատվելի մնե։ Այդ եկեղեցին որ կփոքրանար, այսօր շատ ակտիվ եկեղեցի մնե։ Աստված այդ ճգնաժամը իր կյանքի մեջ գործածեց, որպես այրո մորենի ասելու, որ քրիքոր դու կանչված ես իմ խոսքս քարոզելու։ Ներքին անհանգստություն, inner restlessness։ Ամեն ինչ լավ է, գործը տեղն է, ընտանիքը լավ է, դու ունիս, օթո ունիս, անկից կյանքի, բայց ներսեդ անհանգիստ ես։ Եղած ասանք բան մցեզի։ Մտածած եք ինչու ասիգա հոսե։ Աստված ինձ ինչ կուզե գործել։ Այսպիսի անհանգստություն էր, որ ինձ մղեց, որ Հայաստան երթամ։ Գործս լավ էր, դեղս լավ էր, ամեն ինչս լավ էր։ Բայց կսկայի որ փամը բագաս է կյանքիս մեջ, անհանգիստ եմ։ Եվ պատասխան եկավ ադիգա այրով մորեններ ինձի համար։ Ձեզ մեջ շատերը երեխա ունեցած եք։ Մտածած եք այդ ծննդաբերության հրաշքի ինչ է։ Երկու աներևագայել, աներևույթ, աչկերուն ոչ երևելի փչիչներ գմյանան և մորը արքանթի մեջ գմեցնան և 9 ամսվա մեջ անուշիկ նորածին մծերքերուտ մեջ ունիս, ադիկա հրաշք է, մտածած ես ասասպես ինչպես կլա այս փոլորը, ասիկա այրող մորենի է, մտածած ես ասոր ետևը ով է, ինչու ըրավ, ինչ կուզե ինձ մե, մեզ մե ինչ կուզե, հարցումը հարցուցած ես, Սուրբիկը մեզի գսորվեցին է, որ Հիսուս հարություն արավ, մերն էլ են վերջ։ Մերնոմը հարություն չարն էր, ոչ ատկե առաջ արած է, ոչ ատկե վերջ եղած է։ Հրաշք է։ Հարցուցած ես ինչպես, ինչու, խորը թապանցած ես, այրով մորենի մն է, որ մեր աչկերուն արջև է, անընդատ, ամեն զադիգին մեզի գխոսի, բայց ինչ ունի ասելու մեզ ասոր ետևը, այրող մորենի է, ինչպես որ Մովսեսի բարակային այրող մորենները մեզի գսեն, որ Աստված մեզ գսիրե, երկրորդ, Աստված մեզմով հետաքրքրված է և մեր ուշադրությունը գուզե, մտածած եք աս ինչ կնշանայի Աստված, ստեղծագործը, մեր մտքերեն երևակայությունեն դուրս, մեզ գսիրե մեզմով հետաքրքրված է, և Աստված մեզի համար ունի առաքելություն, այդ սուրբ Աստվածը, որ մեր մտքե փորձառությունեն վեր է, անհասանելի են որոշ չափով, մեզմով հետաքրքրված է, մեզի համար ունի առաքելություն, և մենք իրավունք չունենք անդարբեր գտնվելու այսպիսի հետաքրքրության մթեմ, իրավունք չունենք, և այս այրով մորենի մեզի կհրավիրե, որպեսի լրջորեն մտածենք, ուշադրություն դարձնենք, մոդենանք, ինչպես որ Մովսես մոդեցավ, լսենք և Աստծո հետ engage ենք, Աստծո հետ սկսենք մոդեն հարաբերիլ, լսել և ենթարկվել իրեն։ Աստե մեր այրով մորենին, նայեցանք Մովսեսի այրով մորենին, մեր այրով մորեններուն և հիմա ինչպես պետք է պատասխանենք, արձագանքենք այրով մորենին, մեր այրով մորեններուն։ Նախ նայենք ինչպես Մովսես արձագանքեց, պատասխանեց, որոշ չափով անդրադարձա այսօր, առաջին բանը Մովսես ուշադիր էր,
Մենք ուշադիր ենք մեր շուրջ ինչ կլա, մեր մեջ ինչ կլա, մեր կյանքը ինչ է։ Կմտածենք կյանքի մասին, կյանքի իմաստը, արժեքը, կմտածենք Աստված ինչու ստեղծեց, կմտածենք օրը պիտի մերնենք ատկևեջ ինչ, կամ անհոգ օրը օրին կապրինք, գուտենք, կխմենք, կվայելենք, մեզ հաջույքը մեկ հաջույք են մույսը գծատկենք, Մովսես ուշադիր էր և մոդեն նայեցավ, եթե այրո մորենին մեկ անգամ նայեր շատ կարճ, մորենի, մնեք այրի, այրո մորենի են շատ ինչ, չործած մորենի է գայրի գոր, բայց քիչ մի երկար պետք էր նայեր, որ հասկնար, որ ասիկա գայրի, բայց չսպարիր գոր, սխալ պամ մգա աստեղ, սովորական չի ասիկա, իր հետաքրքրությունը զինքը քրքրեց, և ինչ հրավ, մոդեցավ, ավելի մոդեն ուզեց ուսումնասիրել, և այս պահին էր, որ ասված զինքը գան չէ, և Մովսես պատասխանեց, նայեցեք, Մովսեսի պետք է մտածելակերպը հասկնանք, Մովսես պալադին մեջ շպացած իշխան մներ, պաշտոն ուներ, ամեն ինչ ունեցած էր, աշխատանքի իրեն պետք չէր, տրամը ուզածին չափ, գիները ուզածին չափ, ինչ կուզե գրնա անել, և այդ պարծունքեն ինգավ և հասավ ուր, ոչխար գարացեգոր, և ոչ թե իր ոչխարները, ոչ թե իր գենթանիները, իր աներ հորը գենթանիները գարացեգոր, ուր էր, ուր ինգավ, և ինչու այսպես ինգավ, որովհետև Եգիպտացիմը հրյային գմերցներ, անցած անգամի խոսել ենք ասոր մասին, Եգիպտացիմը գծեծեր գոր հրյային, կերիին, և խիջակ արտնցավ մերցուց, և ինչ եղավ, Փարավոն լսեց, չղայնացավ, որոշեց Մովսեսին մերցնել, Մովսես փախավ, ուր փախավ, Եգիպտոսեն, Սաուդի Արաբիա, Մադյաններու երգիրը, և հոն սկսավ ոչխար արածել, և ծեզի վստահեցնեմ, Մովսես շատ պարգացած էր, հուսահատ էր աստուծմե, ինչու աստված ինձի այստեղ են հոսի չեցուց, ես լավ կործ մըրի, հրյամը բաշպանեցի, հարստահարվող մեկը բաշպանեցի, Աստված Մովսեսին ընտրեց, որովհետև Մովսես պետք էր գդրվեր, այդ շպացած Փարավոնի իշխանը պետք է գդրվեր, խոնարիր, իր ինքնավստահությունը գործընծներ, որբեսի Աստուծո պիտանի ելլա։ Այս ենթահողի մեջ է, որ Աստված Մովսեսի խոսեցավ։ Եվ հագարակ, որ Աստված փարգացած էր Մովսեսին, որ Աստված զինքը չի պաշտպանեց, զինքը հոս Աստծուց, բայց Մովսես տեղյակ չի մեծ պատկերը, որ Աստված ունի, ինչու վերեն վարի չեցուց։ Եթե վերը մնար, Աստվածու համար պիտանի պիտի չլար, Փարավոնի ինքնավստահ շպացած Մովսեսը չեր գրնար Աստծո ժողովուրդը դուրս անել, Աստծո պիտանի չէր, հիմա որ գոդրված է, պիտանի է, և Աստված այս բոլոր ենթահողի մեջ գտնվող Մովսեսի գխոսի։ Եվ գսե Մովսես, Մովսես, երկու անգամ Մովսես, Մովսես կնշանակե լուրջ խնդիր մգա։ Սուրբիկի մեջ մի քանի դեղեր կգրտնվի, մարդուն անունը երկու անգամ կգրտնվի։ Աբրահամ,
Եվ որ Աբրահամ իր որդին պիտի սպաններ, զոհաբերեր Աստծո համար, կմիջամդ է Աբրահամ, Աբրահամ, լուրջ առաքելության արջևը հիմա Աբրահամը, Մարթա, Մարթա, Ղազարոսի հարությունեն առաջ, Բեդրոս, Բեդրոս, Բեդրոսի առաքելությունը պիտի դար, ատկի առաջ, երկու անգամ կգրտնե, Եվ որ երկու անգամ կգրտնվի Մովսես կսե, կնշանակի այստեղ լուրջ հարց մգա Մովսես ուշադրություն դարձուր։ Եվ Մովսես կարծականք է, կպատասխանի, անդարբեր չի մնար, չսեր կներես, ես ոչխարներ ունիմ, կորձ ունիմ, չեմ գնար ծկել։ Կծկե կորձը, ամեն բան կծկե, Աստծո հետ կսկսի խոսակցության մեջ մտնել։ Եվ Աստված կսե, որ ես լսեցի ժողովրդիս աղաղակը, պետք ունիմ և կուզեմ զիրենք դուրս հանել, ազատել և թունես այդ մարդը։ Անշուշտ Մովսեսի խոշին չի կար։ Մովսես երթա Փարավոնին, Փարավոնը զինքը կպնդրե գոր մերցնե, երթա Փարավոնին արջև, Եվ ասե, որ ասամ պոչրյա ժողորդը բիդի ծկես հանեմ դուրս, ամեն չանք գնե Աստծո հետ բազար գնե, արև դուր գնե, խոսակցության, որպես Աստծո համոզե, որ Աստված ուրիշ մեկը գտնե ասկորձին համար, ինքը շիդակ մարդը չէ։ Եվ իր պատճառները մեկը գսե, որ ես խոսիլ չեմ, ես I'm inadequate, Աստված գսե, հա, inadequate, դուն կարող չես, հիանալի, ճիշտ ասմարդն է, որ ես պետք ունիմ։ Ես կարողը պետք չունիմ, ինքնավստահը պետք չունիմ, որովհետև ինքնավստահ ինձ մտիկ պիտի չնե։ Ես մեկը պետք ունիմ, որ գոդրված է, փշրված է իր եսը եւ պատրաստ է ինձ լսելու։ Եվ վերջի վերջո Մովսես իր բոլոր արգումենտները, իր բոլոր պատճառաբանությունները տալեն վերջ և բարդվել են վերջ, Աստծո կենթարգվի և գերթա։ Եվ Մովսեսի հնազանդությունը աշխարհի պատմությունը փոխեց, որովհետև հրյա ժողովուրդը դուրս եկավ, Խոստացյալ երկիրը կացին, այդ հրյա ժողովուրդեն Հիսուս եկավ, Քրիստոնեությունը դարածեց ամբողջ պատմության ուղղությունը փոխվեցավ եւ մենք այսօր հոսենք որովհետեւ ժամանակին Մովսես Եգիպտոսեն դուրս բերավ հրյա ժողովուրդը եւ որովհետեւ Մովսես այրոմորենին պատասխանեց արձագանքեց ասիգա Մովսեսի արձագանքն էր այրոմորենին մենք ինչպես կարծականքենք այրոմորենին ինչպես որ ասված մեզ ամեն մեկուն դված է աչք ագանջ միտք եւ գուզե որ կործածենք նայելու տեսնելու նկատելու այրոմորենիները Աստված գուզե որ հարցումներ հարցնենք Աստված կուզե, որ Աստծո հետ խոսինք, եթե բաներ գա մեզի հաճելի չէ, ըսենք իրեն, եթե բաներ գսե մեզի, որ մեզի ընդունել չէ, ըսենք իրեն, Աստված կհրավիրե մենք, մեզի որպես իրեն վիճենք, անշուշտ վերջո ինքը պիտի հաղթե, բայց կուզե մեզի հետ վիճել, կուզե, որ մենք գիտնա, որ մենք հետաքրքրված ենք, իր մով հետաքրքրված ենք, Ինչպես որ ինքը մեզմով հետաքրքրված է, անդարբեր չենք, որովհետև անդարբերությունը, apathy, indifference անգլերենով, մտավորական ձուլություն է, և գիտեք ձուլության հետևանքները ինչ են կյանքի մեջ, մեզի ետ կբահեն հասնելու այդ ներուժին, potential-ին, որուն համար Աստված ստեղծած է ձուլություն, անդարբերություն անընդունելի են
Աս կնշանակե Աստված մեզի տված է կարողություններ եւ մենք խողինդակը բահած ենք եւ որ Աստված կվերաթարնա մեզ մե հաշիվ գուզե իրեն at մեկ հատի կվերաթարցնենք ինչպես որ է եւ Աստված մեզի կսե չար ծառա քնա եւ դարաբիր հավիտյան հավիտենից այնպես որ անդարբերությունը անընդունելի է Աստծո եւ մեզ յետ կբահե մեր առաքելությունն Մոսես կրնար բարձաբես անդարբերը լալ եւ քալել սել ոչխար ունիմ պիտի արածեմ հոգ պիտ տանիմ սպաղեմ բայց անդարբեր չմնաց եւ այրո մորենին Մովսեսի կյանքը խանգարեց disrupt Ատմարդ որ ոչխար գարած էր կոնե stable կյանք ուներ մդավ կործիմը մեջ որ անկուն քիշերներ դարաբանքներ ցավեր նեղություններ գրեց առաջ Փարավոնին հետ վեճը հրյա ժողովրդին հետ 40 տարի անապատի մեջ չկարծիք որ թյուրին կյանք ունեցավ իր stable կյանքը թեպետ շատ ինգած վիճակի մեջ բայց կոնե stable էր Աստված եկավ եւ խանգարեց այրո մորենին եթե արցականքենք Աստծո արցականքենք Աստվածը մեր կյանքը կխանգարի կալ շաբաթ օր իրիկուն Տորոնտոյի մեջ Պատվելի Զոհրաբ Սարգսյանը պիտի ցերնատրվի Ասիկա որպես հայտարարություն չէ որ գսեմ որպես օրինակ Զոհրաբը իր վկայությամբ ուներ դբարան եւ իսա դբարանի մեջ եղած եմ Տորոնտոյի մեջ հանկիս կյանք ունի ամուսնացած երկու զավակներ դուն ամեն բան շատ խելացի կարող երիտասարդը գուսակցության մեջ ակտիվ ամեն կողմը սիրված բայց Աստծո մեհերու կյանք կապրի Օրմը կբատմե բիզնեսմենի հետ արևդուր բիդնե փամը բիդ արնեդա հանդիպում ունի Եվ ցայնը իր մեջ են գսե որ Զոհրաբ գսե աս մարդուն Հիսուսի մասին պիտի խոսիս Ինչ ով ես ցայնը գլսե ասիկա իր վկայությունն է Ես ուր Հիսուս ուր Փոքր դարիքին գիրակնորյա կացած եմ գսե բայց ատկևե չեդակրություն չունեի Հիսուսով Ցայնը կգրտնվի մի քանի անգամ ըստիպված կերտա Այդ մարդուն Հիսուսի մասին կխոսի Կարևոր չի ադոր ադիգա ինչ կլահոն Ետ կվերաթարնա իր օթոն ինքնաշարժը գնսի և կսկսի լալ Դուն գմտնե լաց գուլագոր Գինը գսե ինչ եղավ կեզի Զոհրաբ Գբատմե Այդ այրող մորենին, այդ ցայնը Զոհրաբին կյանքը խանգարեց ամբողջ Հանքիս կյանք ուներ Եվ հիմա հովվական կյանքը մտնե Հովիվները գիտեն որ չափ դժվար է Բայց ինքը սիրով նվիրվածությամբ կնե այս գործը Մենք պատրաստ ենք որ Աստված մեր կյանքերը խանգարե այրող մորենիով Այդ է հարցում այսօր Աստված մեզ բոլորս օրհնի Շնորհակալ եմ